Հունիսի 25-ին հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Թարգմանիչ վարդապետների տոնը։ Հիշատակվեց 405 թվականին հայոց գրերի ստեղծման պատմական իրադարձությունը։ Ամեն տարի այս տոնին բազմաթիվ ուխտավորներ են այցելում Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցի, մասնակցում պատարագի, աղոթքով հայցում Սուրբ Սահակ Հայրապետի եւ Սուրբ Մաշտոց վարդապետի բարեխոսությունը հայ ազգի եւ ժողովրդի համար։ Եթե Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայերին քրիստոնեացրեց, ապա Սուրբ Մեսրոպ Մաշտոցը եւ թարգմանիչները քրիստոնեությունը հայացրեցին։ Մենք չենք կարող պատկերացնել առանց գրերի գյուտի կյանք, մենք չենք կարող պատկերացնել առանց հայերեն Աստվածաշնչի կյանք, մենք չենք կարող պատկերացնել առանց հայերեն լեզվով ասվող աղոթքի կյանք, եւ այդ ամենի համար մենք պարտական ենք եւ շնորհակալ ենք մեր թարգմանիչ հայրերին, որոնց առջև խոնարհվում ենք։ Հենց այսօրով ծնվեց հայ ժողովրդի անմահության ճամփորդությունը։ Մի շատ հետաքրքիր փաստ կա, որ անդրադառնում է Մովսես Խորենացին, երբ մտնում եք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, աջակողմյան հատվածի ավանդատան վերևում գրված է. «Սկիզբն դպրության հայոց եղև եւ սկիզբն դպրության եւ անպայման մեծ ուրախության»։ Եվ մի գեղեցիկ պատկեր, որ հրեշտակը ձիթենու դալար ճյուղը բռնել է իր ձեռքում, սկսվում է գրքից եւ ձգվում է դեպի հավերժություն։ Սա ցույց է տալիս հայ ժողովրդի անմահության եւ հավերժության խորհուրդը։ Արագածոտնի թեմի Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցում տոնական պատարագ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն Քահանա Հովհաննիսյանը։ Ներկա էին թեմում սպասավորող հոգևորականներ, ուխտավորներ, ավանդաբար տոնական այսօրը Սուրբ Մաշտոց եկեղեցի այցելող առաջին դասարանցիներ։ Արմավիր քաղաքի համառոտ հիմնական դպրոցի առաջին դասարանցիներն են, որոնք արդեն տառաճանաչ են, արդեն գրում են հայերեն, կարդում են հայերեն։ Ո՞վ է Մեսրոպ Մաշտոցը։ Տառերն է ստեղծել, այո։ Իրականում սա ազգապահպան, եկեղեցապահպան, հավատապահպան գործ էր, որովհետև մի անգամ Տեր Արարատից եմ լսել եւ իրենց իդեմ ասեց Մաշտոցը ստիպեց Աստծուն խոսել հայերեն եւ իրոք ստիպեց խոսել հայերեն ու փաստորեն որ մենք այսօր դեռ հավատում ենք, այսօր դեռ կանք որպես եկեղեցի հայ առաքելական եկեղեցի արմատին հենված արմատին կպած եթե կանք որպես հայ ազգ եւ ոչ թե ձուլվել ենք երևի առաջին հերթին հենց Մաշտոցի ու մյուս բոլոր թարգմանիչների շնորհիվ էր։ Սուրբ Մաշտոցը որ տառերը ստեղծեց, այս խորհուրդն էլ հետը տվեց մեր ժողովրդին, որ պաշտենք Աստծուն, չհեռանանք, բայց մենք հեռացանք ու ասանք այս օրերին դրա համար էլ թող մարդիկ բոլորը հետ վերադառնան մեր ակունքներին, որպեսզի փրկվենք ժողովուրդ դառնանք նորից։ Պատմական ծանր եւ ոչ նպաստավոր պայմաններում են ստեղծվել հայոց գրերը, թարգմանվել Աստվածաշունչ Մատյանը։ Սուրբ Մաշտոց վարդապետն ու նրա լուսամիտ աշակերտները կանգնած են հայ թարգմանական եւ ինքնուրույն գրականության սկզբնավորման, հայ մշակույթի ոսկեդարի ակունքներում։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սահակ Հայրապետի հետ միասին իրենց ուսերի վրա վերցրեցին մի շատ ծանր, պատասխանատու, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր մի առաքելություն։ Չվախեցան դժվարություններից, չվախեցան գալիք խնդիրներից, այն ունենալով նպատակ, իրենց հոգու մեջ ունենալով ամուր հավատք, ունենալով ամուր տեսինք, գնացին այն Աստվածահաճո ճանապարհով, որով 405 թվականին Աստված մեզ հայերիս պիտի շնորհեր սեփական այբուբենը ունենալու հնարավորությունը։ Հայաստանը բացառիկ երկրներից է, որն առանձին տոնով մեծարում է թարգմանիչներին։ Մեր եկեղեցին թարգմանիչներին նվիրված 2 տոն ունի, որոնք նշվում են ամռանը եւ աշնանը։ Այս տոներն ամփոփում են ազգային ինքնության, գրի, լեզվի պահպանման եւ լուսավորության խորհուրդները։ Սուսաննա Պետրոսյան, Սուրեն Տեր Գրիգորյան, եկեղեցական կյանք։ Արարատի մարզի ոսկետափ համայնքը հունիսի 25-ին տոնախմբեց թարգմանիչներ Սահակ Պարթևի եւ Մեսրոպ Մաշտոցի հիշատակության օրը։ Այս սրբավայրը կրում է հայ եկեղեցու այդ 2 հեղինակավոր հայրերի, հայ գրի եւ դպրության հիմնադիրների, Սահակ կաթողիկոսի եւ Մեսրոպ վարդապետի անունները։ Նրանց հիշատակի տոնը նաեւ եկեղեցու ուխտի օրն է։
Մարդիկ առավոտից հավաքվեցին եկեղեցու բակում ու շնորհավորեցին միմյանց։ Այստեղ էին եկեղեցական համայնքի անդամներ, ուխտավորներ։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի ձեռքին Քրիստոսի Սուրբ Խաչապայտի մասունքն է։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ոսկետափի եկեղեցի է բերվել հավատավոր ժողովրդին օրհնություն բաշխելու համար։ Ոսկետափ գյուղը մայրաքաղաքից 44 կիլոմետր է հեռու, Վեդի քաղաքից 6-7 կիլոմետր հարավ-արևմուտք։ Եկեղեցին նորակառույց է, 2 տարի առաջ է օծվել ու արդեն կայուն համայնք ունի։ Գործում են երիտասարդաց միություն, Կիրակնորիա դպրոց, Տիկնանց միություն։ Հոգևոր հովիվը Տեր Արտաշես քահանա Հակոբյանն է։ Ոսկետափի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցում սպասավորում եմ օծման օրվանից ի վեր։ Համայնքում կան 7 գյուղեր համայնքի մեջ, որոնցից միայն Ոսկետափում եկեղեցի կա, կառուցված, մյուս գյուղերը եկեղեցիներ չունեն, դրա համար ամեն կիրակի պատարակներին կողքի գյուղերից երիտասարդները, բնակիչները պատարակների համար գալիս են Ոսկետափ մասնակցելու։ Մենք էլ մեր քարոզներով, մեր խոսքերով, հոգևոր զրույցներով փորձում ենք հասանելի դարձնել հոգևոր կյանքը մարդկանց։ Քննարկում ենք Աստվածաշունչը, խոսում ենք Աստծո, Քրիստոսի մասին, կյանքի մասին։ Տեր Հայրը մեզ օգնում է լուծել մեր կյանքում տեղի ունեցող տարբեր խնդիրներ։ Երբ եկեղեցին օծվեց, դա մեծ խնդություն էր մեր համար, մեծ իրադարձություն էր գյուղի համար, որովհետև եկեղեցին չի ունեցել, հոգևոր կյանքով չի զբաղվել եւ եկեղեցի չի ունեցել։ Եկեղեցու բացվելուց հետո մենք էլ շատ մարդկանց ճանաչեցինք գյուղում, գյուղացիներին, համագյուղացիներին մեր, ում ծանոթ չէինք։ Տեր Արտաշեսի շնորհիվ համախմբվեց մեր գյուղում երիտասարդությունը, կանանց նաև խումբ բացվեց, ինչպես երիտասարդաց միության, այնպես էլ կանանց։ Կիրակնորիա դպրոցների շնորհիվ երեխաների հետ ենք ջերմ մթնոլորտ ստեղծում, իրենց հետ ենք մեր օրը շատ լավ անցկացնում։ Յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի ներքին ձայն, որ այսպես կարելի ասել Աստծո ձայնն է, որ յուրաքանչյուրի զավակին կանչում է դեպի իր գիրկը, եկեղեցին։ Երևի թե այդ ձայնը փառք Աստծո, որ լսեցի եւ մոտեցա եկեղեցուն ու շնորհակալ եմ Աստծուն։ Սուրբ թարգմանիչների հիշատակի օրվա առթիվ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարակ։ Պատարակիչն էր Տեր Գրիգոր քահանա Հովանիսյանը։ Մարդիկ մասնակցեցին խոստովանության կարգին, հաղորդություն ստացան, հաղորդվեցին Քրիստոսի խաչապայտի կենաց մասունքից բխող զորությանը։ Սրբազան արարողության մասնակիցներն ունկնդրեցին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը։ Սահակ Պարթև հայրապետը եւ Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Հոգու բացառիկ սպասավորներն են։ Նրանք թարգմանում են Աստծո իմաստությունը Սուրբ Հոգու միջոցով։ Նրանք թարգմանում են նաեւ մարդկության իմաստությունը գիտությունների միջոցով։ Եվ այս երկուսի միությունից ծնվում է հայ քրիստոնեական քաղաքակրթությունը։ Հայոց ոսկեդարը Սուրբ Հոգու ներգործության պտուղն է։ Երբ Աստծո խոսքը եւ մարդկային միտքը հանդիպադրվելով մշակույթ են ծնում։ Մեր եկեղեցու հայրերը երբեք չեն հակադրում հավատքն ու գիտությունը։ Սուրբ թարգմանիչների բարեխոսությամբ եւ Սուրբ խաչի մասունքի օրհնությամբ թող այս սրբավայրը մշտապես մնա հավատքի, կրթության, լուսավորության եւ ազգային հոգեվոր ինքնության պահպանման օջախ, որտեղ Աստծո խոսքը շարունակի հնչել եւ պտղաբերել հավատացյալների սրտերում։ Թող Տերը նորոգի ու զորացնի ձեր համայնքը, առատացնելով սերը, միաբանությունը եւ ծառայության նախանձախնդրությունը։ Ճանաչել իմաստությունը եւ խրատը թող շարունակեն լինել այս եկեղեցու եւ այս եկեղեցու զավակների կյանքի ուղեցույցը։ Աստծո առատ օրհնությունը, շնորհները լինեն մեզ ամենքիս հետ այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից։ Թարգմանչած տոնը հայոց եկեղեցին նշում է տարվա մեջ 2 անգամ՝ ամռանը եւ աշնանը։
Սրբազան արարողություններով, մշակութային գրական հանդեսներով արժևորվում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչած շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Ոսկետափ համայնքում Սուրբ Պատարագից հետո մատաղ օրհնվեց եւ բաշխվեց։ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում կայացավ Մայրաթորի կրթական հաստատությունների, Գևորգյան ճեմարանի եւ Վազգենյան հոգևոր դպրանոցի տարեվերջյան ամփոփիչ մանկավարժական ժողովը, որը նախագահեց ամենայն հայոց կաթողիկոսը։ Ունենք 43 դասախոսներ, որոնցից 19 հոգևորական են, իսկ 24-ը աշխարհական։ Այս ժողովը կարևորվում է նրանով, որ հերթականությամբ անդրադառնում ենք բոլոր լսարաններին, սկզբում բակալավրիատին, ապա մագիստրատուրայի լսարանի սաների արդյունքներին։ Լսարան առ լսարան քննարկելով շարժվում ենք առաջ եւ լսում ենք մեր դասախոսների թե հոգևորական թե աշխարհական դիտարկումները, ինչու՞ չէ նաեւ առաջարկները, որպեսզի դրանք բոլորը հաշվի առնելով հաջորդ ուսումնական տարին ավելի արդյունավետ կազմակերպենք կրթական գործընթացը։ 2025-26 թվականների ուսումնական տարվա ժողովին քննարկվեցին 2 կիսամյակների արդյունքները, ձեռքբերումները եւ նաեւ բացթողումները։ Տեսուչ Հայր Սուրբը տարեկան զեկույցում խոսեց ուսումնական տարվա ընթացքի անցուդարձի մասին, նշեց, որ ուսումնական ծրագրին հավելվել են սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ, հրավիրվել են մասնագետներ նաեւ արտերկրից։ Քննարկումներին մասնակցեցին եւ հոգևորական եւ աշխարհական դասախոսներ։ Մի շարք կարևոր հարցեր բարձրացրեց հայոց հայրապետը։ Հարցրեց մանկավարժների կարծիքը յուրաքանչյուր ուսանողի առաջադիմության, վարքի, ընդունակությունների մասին։ Մենք այսօր ունենք շատ փայլուն քահանաներ, որոնք ավարտել են հենց մեր այս հաստատությունը եւ մենք հպարտանում ենք այդ քահանաներով։ Ոչ միայն քահանաներով, այլև վարդապետներով, դրանք ամբողջը մեր համակարգի արդյունք են եւ համատեղ աշխատանքի եւ այս ամբողջի ղեկավարությունը պետք է ասել, որ դրված է մեր վեհապարի վրա։ Ինքը անում է ամեն ինչ, նկատում եք, որ լինի այնպիսի հարուստ ծերունդ, որ կարողանա դիմակայել եւ այսօր կանգնել իր ժողովրդի կողքին, խոսել նրա անունից, շատ կարևոր բան է։ Ես որպես լեզվի մասնագետ միայն պատասխանատու չեմ լեզվի համար։ Մարդկային որակների համար պետք է նաեւ պատասխանատու լինել, որովհետեւ եթե մարդը իսկապես ունի բարձր արժեքներ, նա ուրեմն սիրում է եւ իր լեզուն է սիրում, եւ իր հայրենիքն է սիրում, եւ իր կրոնն է սիրում, այսինքն սրանք բոլորը միասին շահկապված են։ Եվ այստեղ պատասխանատվությունը շատ մեծ է։ Դու պետք է նրանց նայես ոչ միայն ստուգես լեզվի իմացությունը, այլ նաեւ այնպես անես, որ իրենք դառնան բարձր արժեքներով մարդ։ Ժողովի ավարտին Նորին Սրբությունը օրհնության եւ գնահատանքի խոսքով դիմեց հոգևոր հովիվներ կրթող մանկավարժներին։ Հորդորեց համբերատար ու սկզբունքային լինել կարևոր հարցերում։ Կրթության մշակներին մաղթեց քրտնաջան ու արդյունաբեր աշխատանք եւ առատ հունձք։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Այսօր Վերաքնիչ դատարանը հրապարակեց Միքայել Սրբազանի գործով իր որոշումը, վերացնելով նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը եւ դրան առնչվող սահմանափակումները։ Առավոտյան դատական վերջին նիստից հետո դատարանը մի քանի ժամով առանձնացավ խորհրդակցության սենյակում կայացնելու վերջնական որոշումը։ Ժամեր տևած խորհրդակցությունից հետո Վերաքնիչ դատարանը բեկանեց նաեւ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը ընդդատության կանոնների խախտման հիմքով։ Դատարանն արձանագրեց, որ գործը քննվել է ոչ իրավասու դատարանում կամ արկա է եղել ընդդատությանը վերաբերող էական դատավարական խախտում։ Նախ եւ առաջ այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումը համարում ենք իրականում խիզախ որոշում։ Չնայած մենք բնականաբար արդարացման լրիվ հիմքերը տեսնում ենք,
բայց ելի կարևոր էր, որ վերաքննիչ քրեական դատարանը արձանագրեց այդ ընդդատության կանոնի խախտումը, որը եթե հիշում եք, մենք հենց առաջի դատական նիստին Երևանի դատավորին ուղիղ այդ միջնորդություն ներկայացրեցինք, հենց ամենաառաջի դատական նիստին, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Վարույթը կփոխանցվի Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։ Սա չի նշանակում, որ վերաքննիչ դատարանը քննել է մեղավորության կամ անմեղության հարցը։ Որոշումը վերաբերում է դատավարական հարցին, թե որ դատարանն էր իրավասու քննելու գործը։ Դատան նաև մերժել է դատախազի բողոքը։ Եթե հիշում եք, դատախազն էր բողոք բերել եւ այո, 2.5 տարի ազատազրկման այդ պահանջով դատախազի բողոքն է մերժվել։ Երբ որ որոշումը ստանանք, բնականաբար մեզ համար ավելի պարզ կլինի, բայց այս պարագայում մենք կարծում ենք, որ այո, միայն ընդդատության հիմքով բեկանել է։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի դատավարությունը հանրային մեծ հնչեղություն ստացած գործերից է։ Բազմաթիվ լրատվամիջոցներ շուրջ 1 տարի ուղիղ միացմամբ հետևում են դատական նիստերին։ Սրբազանի բոլոր դատական նիստերն անցնում են մարդաշատ դահլիճում։ Վաստակաշատ հոգևորականին աջակցություն են ցուցաբերում նաև սոցիալական հարթակներում։ Ստեղծվել են առանձին էջեր, որտեղ տարածվում են նրա տարբեր տարիների հարցազրույցները, որոնցում նա խոսում է երկրի խնդիրներից, քննադատական դիրքորոշում է հայտնում նախկին եւ ներկա իշխանությունների հասցեին։ Դատական առաջին նիստից սկսած ինքը Սրբազանը եւ փաստաբանական խումբն այս գործը բնորոշել են որպես քաղաքական պատվեր, մատնանշելով դատավարական աննախադեպ խախտումների առկայությունը։ Միշտ էլ ասել եմ, պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ։ Ես ազատ եմ եղել մինչև, ազատ եմ եղել այդ ժամանակ, ազատ կլինեմ հետո։ Հիմա արդար եք որակում այս որոշումը։ Ոչ բավարար։ Ինչու՞։ Որովհետև չարտարացվեցի։ Տնային կալանքը փոխեց, վերացրեց։ Ավելի լավ էր պահես։ Ֆուտբոլ էի նայում գիշերը։ Հիմա չպետք է կարողանամ նայել։ Հիշեցնենք, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը կալանավորվել է անցյալ տարի հունիսի 28-ին, իսկ փետրվարի 6-ից նրա համար սահմանվել է տնային կալանք։ Մի վերջո եկեղեցին կհաղթահարի այս փորձությունները, որ այսօր Այդ որ փորձությունը չի հաղթահարել, որ սա չպետք է հաղթահարի։ Դուք հնարավոր համարում եք, որ վեհապարին կկալանավորեն այս իշխանությունը։ Աստված մի արասը։ Եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը։ Ամբողջ հայ ժողովուրդը։ Ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը 100,000-ավոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարի։ Դուք կշարունակեք քննադատել իշխանությունների։ Չէ, բավարի շոյեմ, չէ, պիտի գլուխները շոյեմ։ Չեք մտածում, որ գուցե էլի օրենքի խախտումներ որակվի։ Դե իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է։ Վերաքննիչի որոշմամբ անփոփոխ է մնացել բացակայելու արգելքը։ Որոշման հրապարակումից հետո Միքայել Սրբազանը դատարանի դահլիճից դուրս եկավ առանց ոստիկանության ուղեկցության։ Սրբազանին ծափողջուններով դիմավորեցին։ Դատարանի դահլիճից նա աջակիցների հետ գնաց մասնակցելու Բագրատ Սրբազանի դատին, որի հետ ամիսներ անցկացրել էր նույն բանտախցում։ Իսկ հետո Սրբազանն ասաց. Մայրաթոր Սուրբ Էջմիածին է գնալու հայոց հայրապետի հետ հանդիպման։ Ուղիղ 1 տարի առաջ 2025 թվականի հունիսի 25-ին իրավապահ համակարգը ահաբեկչության եւ իշխանության զավթման նախապատրաստության մեղադրանք առաջադրեց Բագրատ arczepiskopos Գալստանյանին եւ Սրբազան պայքարի շարժման ակտիվիստներին։ 1 տարի անց տարբեր տարիքի մասնագիտության ու կենսագրության տեր այս մարդիկ դեռևս դատվում են նույն միասնական վարույթով։ Սակայն անցած 365 օրերի ընթացքում դատարանում այդպես էլ չի հնչել որևէ ծանրակշիռ ապացույց, որը կհիմնավորեր առաջադրած ծանր մեղադրանքներն ու կարդարացներ քաղաքացիական դիրքորոշում արտահայտողների նկատմամբ կիրառված կալանքը։ Փոխարենը պաշտպանական խումբը այս ընթացքում հրապարակել է բազմաթիվ փաստեր, որոնք հիմնավորում են դատավարության շինծ ու բնույթն ու քաղաքական ենթատեքստը։ Որպես քաղաքական հետապնդման ակնհայտ օրինակ, փաստաբանները մատնանշում են դեռ նախաքննության սկզբում շրջանառության մեջ դրված եւ հանրությանը մոլորեցնելու նպատակով տարածված հեռախոսազրույցի մոնտաժված տարբերակը։ Չնայած այս հանգամանքին, մարդիկ շարունակում են ապօրինաբար մնալ անազատության մեջ, ինչը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է, շեշտում են իրավաբանները։ Այսքան ահաբեկչություն տեսել եք դուք Հայաստանի Հանրապետությունում կամ ահաբեկություն ժողովրդի, մարդկանց, անհատների, գործիչների նկատմամբ երբևէ։
եւ եկեղեցին դրա թագն ու պսակը լինելով չկա, չէ, հետեւաբար գալով են առաջի մտքին ասեմ ձեզ, որ մեր պայքարը հակաահաբեկչական պայքար է, ինչպես ասել եմ նախորդ նիստին, հակաահաբեկչական կանխելու ահաբեկչությունը, որ տեղի է ունենում մեր երկրում։ Դարձյալ պիտի կրկնեմ, մենք ահաբեկիչներ չենք եւ որևէ մեկը ահաբեկիչ չի, բայց իրենք սարսափելի ահաբեկված են այս իշխանությունները, սարսափելի ահաբեկված, չահաբեկված իշխանությունը ինչու պիտի այդպիսի հալածանքների եւ ռեպրեսիաների անցնի, չէ, պատճառ չունի։ Փաստաբանները բազմիցս բարձրաձայնել են նաև, որ դատավարությունը միտումնավոր ձգձգվում է, իսկ ապացույցների ծավալում ներառվում են քննվող գործին բնավ չառնչվող անհայտ ծագման նյութեր։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատական նիստերի ընթացքում շարունակաբար շեշտել է, որ քննչական կոմիտեն, դատախազությունն ու քաղաքական իշխանության ներկայացուցիչները կոպտորեն խախտել եւ շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը։ Ամենաբարձր ամբիոններից հնչող հայտարարություններով փորձ է արվում վարկաբեկել շարժման անդամներին եւ հանրությանը մոլորության մեջ պահել դեռևս չապացուցված եւ անհիմն մեղադրանքների միջոցով։ Փաստաբանները շարունակում են պնդել, այս գործը հարուցվել է բացառապես քաղաքական նպատակներով, որի գլխավոր խնդիրն էր կասեցնել Տավուշը հանուն հայրենիքի շարժման ընթացքը։ Մինչ այս, որպես ահաբեկչության նախապատրաստության ապացույց, հանրային մեղադրողները դատարանում ներկայացրել են բացառապես օրինական որսորդական հրացաններ կամ պետության կողմից որպես պարգև տրված զենքեր։ Պաշտպանների պնդմամբ սա արվում է գործին արհեստական հնչեղություն հաղորդելու, հանրությանը մոլորեցնելու նպատակով։ Հատուցում պետք է տան, հատուցում նրա համար, որ պատվարժան հոգևորական է, ամբողջ իր կյանքը ծառայած մեր Սուրբ եկեղեցուն եւ հայրենիքին 1 տարի, այսօր 1 տարի արդեն, վաղը չեմ իսօրը կդառնա 1 տարի, չէ։ 1 տարի անցկացրել է հանիրավի կերպով, ապօրինի կերպով, առանց որևէ պատճառի, կալանքի տակ, մեկուսացած, զրկված եւ ինչպես ասացի, կրկնակի հատուցում պիտի տանք, քանի որ նաեւ ես եմ եղել այնտեղ, որպես պատիժ Միքայել Սրբազան։ Շատ ուրախ եմ, շատ, անչափ վստահ եմ, որ Տարուսը Սրբազանին։ Առաջիկայում վստահ եմ, որ դա էլ կվերանա։ Սրբազան պայքարի գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 23-ին ժամը 15-ին։ Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։